Հայաստանի կառավարությունն ու քաղաքապետարանը Երևանի սիմվոլիկ եւ ամենաթանկ հատվածներից մեկի Կասկադի վերնամասի վերակառուցման ծրագիրը վստահել են մի կոնսորցիումի, որի ներդրողներից եւ կառավարիչներից մեկը 4 տարի առաջ դատարանով սնանկ է ճանաչվել։ Բացի այդ, տարբեր տարիների դատական գործընթացների մեջ է հայտնվել ինտերնետային ծառայությունների համար չվճարած գումարի, չկատարած վարկային պարտավորությունների պատճառով։ Կասկադի վերակառուցման մրցույթը հաղթել է GTB Development ընկերությունը, որի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր Փեսան։ Անցած դեկտեմբերի 5-ին քաղաքապետարանն ու GTB Development-ը ստորագրեցին ծրագրի իրականացման պայմանագիրը, ըստ որի տարածքի շուրջ 7 հեկտար հողերը կոտարվեն GTB Development ընկերությանը 10.5 միլիարդ դրամով։ Ընկերությունն իր հերթին պարտավորվել է ավելի քան 20 միլիարդի ներդրումներ կատարել տարածքի կառուցապատման եւ զարգացման համար։ GTB Development-ը նաև պարտավորվել է 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ եւ թանգարան կառուցել տարածքում եւ հանձնել այն քաղաքապետարանին։ Քննարկում ենք հարց համար 23-ը Երևանի Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագրի մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Ծրագիրն իրականացնելու համար կոնսորցիում է ստեղծվել Միացյալ Նահանգներում գրանցված 2 բեռնափոխադրող ընկերությունների, ինչպես նաև նորաստեղծ Real G եւ GTB Development ընկերությունների միջև։ Վերջին երկուսի հիմնադիրն ու սեփականատերը կրկին Տեր-Ղազարյանն է։ Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ հաղթող ճանաչված կոնսորցիումը բաղկացած է ընկերություններից, որոնք ունեն միջազգային փորձառություն բիզնեսի տարբեր ոլորտներում ու հաջողած փորձ պետությունների հետ հարաբերություններում, իսկ վերջիններիս բաժնետերերը գործարար միջազգային կապեր եւ համբավ։ Կասկադում միլիոնավոր դոլարների ներդրման պարտավորություն ստանձնած Տեր-Ղազարյանը 4 տարի առաջ սակայն սնանկ էր ճանաչվել Արտշին բանկից ստացած վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Իսկ ով ասեց, որ ես հարստացել եմ։ Ազատությունը ծանոթացել է սնանկության գործի պատմությանն ու հիմքերին։ Ըստ դրա 2008 թվականի մարտին Գրիգոր Տեր-Ղազարյանը 2 միլիոն դրամի վարկ է ստացել Արտշին բանկից եւ այն ըստ պայմանագրային պարտավորությունների չի մարել, որի հետևանքով արդեն 2018-ին կուտակված պարտավորությունները ներառյալ տույժերը կազմել էին 8.6 միլիոն դրամ, իսկ 2020-ին 10 միլիոն դրամ։ 2020-ի փետրվարին դատարանը բավարարել է բանկի հայցը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը ճանաչվել է սնանկ, արգելանք է դրվել նրա շարժական եւ անշարժ գույքի վրա, նշանակվել է սնանկության կառավարիչ։ Գործով պարտատերեր էին Արտշին բանկը 10 միլիոն դրամի պահանջով, Երևան համայնքը ավելի քան 400.000 դրամի պահանջով եւ Ալ-Բարաքա ֆարմ ընկերությունը, որ 48 միլիոն 500.000 դրամի պահանջ ուներ Տեր-Ղազարյանից։ Ալ-Բարաքա ֆարմն ավելի ուշ հրաժարվել է պահանջից, սակայն սնանկության գործի նյութերում չի նշվում, թե ինչ հիմքով։ Իր անվան բույ չի հայտնաբերվել։ Սնանկության կառավարիչը պետական մարմիններից տվյալներ է ստացել, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անվամբ շարժական եւ անշարժ գույքեր գրանցված չեն։ Նա ունեցել է 2 BMW մեքենա, որոնք մինչ այդ տարիներ առաջ վաճառել է։ Տեր-Ղազարյանը 60% բաժնեմաս է ունեցել միայն Arm UA Management and Consulting ընկերությունում, որը գնահատվել է ընդամենը 60.000 դրամ։ Ըստ սնանկության կառավարչի դա այնքան փոքր արժեք է եղել, որ ողջամիտ չի համարվել սնանկության մնացած ընթացակարգերի իրականացումը, հաշվի առնելով շարժական եւ անշարժ գույքի բացակայությունը։ Քաղաքացիական ամուսնություն ունեցել, այսինքն կնոջ գույքի չեմ կարողացել հարազատվել։ Ես իր հետ հանդիպել եմ, խոսել եմ, ասել որ ի վիճակի չի վճարելու։ Արամ Մկրտչյանը հիշեց սնանկության շրջանում նաև Տեր-Ղազարյանի բանկային հաշիվներն է ստուգել, դրանք եղել են դատարկ։ Ու քանի որ ոչ ոք չի առարկել, սնանկության գործը փակվել է առանց առողջացման։ Հաշվի առնելով, որ Տեր-Ղազարյանը ներկայում հիմնադրել եւ սեփականատեր է այլ ընկերությունների, հնարավոր է նաև շարժական եւ անշարժ գույքերի, արդյոք ավարտված սնանկության պարտատեր Արտշին բանկը կարող է հետ գալ իր 10 միլիոն դրամի պարտավորության հետևից, հետաքրքրվեցինք սնանկության կառավարչից։ Եթե նոր հայտ եկած հանգամանքներ լինի, բանկարային կդիմի վերաբերակնիչ, վճռաբեր, ինչ-որ սենց բաներ կարող է։ Արտշին բանկը պատասխանելով Ազատության գրավոր հարցին, թե հնարավոր է նախորդ չկատարած պարտավորությունների գործընթացը վերսկսել նոր հանգամանքներով պայմանավորված, հայտնել է սնանկության ավարտի վճռով պարտապանն ազատվել է բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորությունների մարումից։
Արտշին բանկի հանդեպ վարկային պարտավորությունները չկատարելը եզակի չի եղել։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի 2008-ի մարտին Տեր Ղազարյանը $5,000 վարկ էր ստացել Ինեկո բանկից։ 2011-ի ամռանը բանկը դիմել է դատարան, հայտնելով, որ վարկի տոկոսների մարումները չեն կատարվել եւ կուտակվել են պարտավորություններ։ 2014-ին դատարանը բավարարել է հայցը եւ որոշել $4,652 բռնագանձել Տեր Ղազարյանից եւ վարկի երաշխավոր Intergalaxy ընկերությունից։ 2016-ին Տեր Ղազարյանից գումարի բռնագանձման դատական հայց է ներկայացրել նաև Orange Armenia, ներկայումս Ucom հեռահաղորդակցության օպերատորը։ Ըստ հայցի, ընկերությունը 2012 թվականից ինտերնետ ծառայությունների մատուցման պայմանագիր է ստորագրել Տեր Ղազարյանի հետ, սակայն պատշաճ վճարումներ չեն իրականացվել, գոյացել են տույժեր։ Ի վերջո, դատարանը վճռել է Տեր Ղազարյանից հօգուտ Orange Armenia-ի բռնագանձել 17,100 դրամ։ Գրիգոր Տեր Ղազարյանից հետաքրքրվել էինք, ինչպես է ստացվել, որ 2022-ին սնանկանալուց ընդամենը 3 տարի անց ինքը հավակնում է բազմամիլիարդանոց ներդրումային ծրագիր իրականացնել Երևանի կենտրոնում։ Տեր Ղազարյանն արձագանքելով այս հարցին ասել է. «Սնանկության գործն ավարտվել է, պարտատերը չի առարկել»։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ ինչպես մինչ այդ պահը, այնպես էլ վճռից հետո արկա չեն որևէ օրենսդրական արգելքներ կամ սահմանափակումներ։ Իմ կողմից սոցիալական, կրթական, ձեռնարկատիրական կամ հանրային այլ գործունեությամբ զբաղվելու համար։ Հենց նշված հիմքերով էլ ես շարունակել եմ զբաղվել իմ գործունեությամբ եւ ինչպես դուք եք նշում, բարելավվել եւ ընդլայնել այն։ Ղազարյանը նաև նշել է, որ բանկային պարտավորությունների առաջացման հետ կապված ինքն ունեցել է այլ տեսակետ, եղել են այլ փաստեր, բայց հարմար չի գտել սնանկության վարույթի շրջանակներում դրանք բարձրաձայնել, իսկ հիմա սնանկության վարույթի ավարտից հետո դրանք բարձրաձայնելը համարում է անձնական գաղտնիք։ Կասկադի վերնամասի վերակառուցման համար ներդրվելիք տասնյակ միլիարդավոր դրամները ըստ GTB Development-ի սեփականատիրոջ ներգրավելու են կոնսորցիումի մաս կազմող 4 ընկերությունների միջոցներից վարկերի տեսքով, ինչպես նաև Կասկադի հողերի վրա կառուցվելիք կոմերցիոն տարածքների վաճառքից։ Ինչ մեխանիզմներով է Երևանի քաղաքապետարանը ստուգել արդյոք Կասկադի վերակառուցումը ստանձնած կոնսորցիումն ունի բավարար ֆինանսական կարողություն այս ծրագիրն իրականացնելու համար, արդյոք ստուգվել է ներդրողների ֆինանսական նախկին վիճակը եւ կամ ինչ աղբյուրներից են նրանք միջոցներ ներդնելու Կասկադի վերակառուցման համար։ Քաղաքապետարանից հայտնել են, որ ընկերությունների դրանց սեփականատերերի ֆինանսական վիճակը, վարկային հասանելիությունը, ծանրաբեռնվածությունը ստուգելու գործառույթը վերապահված է բանկերին։ Կասկադ մշակութային հանգույց ծրագրի համար ընկերությունը ներկայացրել է հայաստանյան 3 բանկերի տրամադրած գրություններ, որոնք հավաստում են ծրագրի իրականացման համար ֆինանսավորումը ամբողջ ծավալով, ինչպես նաև կոնսորցիումի կազմում ներառված 2 ընկերությունների հետ կնքված երաշխավորության պայմանագրեր, հայտնել են քաղաքապետարանից, շեշտելով, որ քաղաքապետարանը ներգրաված որևէ վարկի համար երաշխավոր չի հանդիսանալու։